Ես իմ խոսքում խոսելու եմ Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման հնարավորությունների մասին, այսպես գործնական տեսանկյունից։ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը ունի ավելի քան 100 տարվա պատմություն։ Իր ծագումից մինչ օրս բազմաթիվ փորձեր են արվել լուծելու այդ հակամարտությունը, բայց դրանցից ոչ մեկը չի տվել ցանկալի արդյունք։ Դրա պատճառներից մեկը Արցախի նկատմամբ օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի բոլոր ժամանակների, թե նախախորհրդային, թե խորհրդային եւ թե հետխորհրդային վարչակազմերի վարած հակահայկական, ծավալապաշտական քաղաքականությունն ու խաղաղության հասնելու իրական նպատակի բացակայությունն է։ Դեռևս չկարգավորված Ադրբեջան-Արցախ հակամարտությունը հավելյալ ռիսկեր է ստեղծում հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից։ Ադրբեջանի 2020 թվականի եւ 23 թվականի ագրեսիոն պատերազմները վկայեցին, որ Ադրբեջանը մտադրություն չունի հարցը լուծելու խաղաղ ճանապարհով։ Այդ պատերազմները բացահայտեցին Ադրբեջանի ագրեսիվ զավթողական քաղաքական բնույթը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերի անտեսումը տարածաշրջանում կայուն եւ խաղաղ զարգացումների վերաբերյալ։ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը կարգավորված չէ, այն փակված էջ չէ եւ ուստի հակամարտության կարգավորման ուղիների Արցախի հայության տիրոջ իրավունքով եւ կարգավիճակով Արցախ վերադարձի հնարավորությունների արծարծումը հրատապ եւ հրամայական անհրաժեշտություն է։ Ես այս նախաբանից հետո մատնանշելու եմ կամ վկայակոչելու եմ երկու ուղղություն հարցի կարգավորման վերաբերյալ։ Առաջին ուղղությունը դա խաղաղ եղանակն է, իսկ երկրորդ ուղղությունը դա ոչ խաղաղ եղանակն է։ Առաջին եղանակի վերաբերյալ պիտի ասեմ հետևյալը։ Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման խաղաղ հնարավորությունը Արցախի հանրապետության անկախության միջազգային ճանաչման մեջ է։ Մինչև չլինի Արցախի հանրապետության անվտանգության ապահովման կայուն, տևական եւ արդյունավետ միջոց, օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանը իր ահաբեկչական գործելավոճը Արցախի հանրապետության նկատմամբ չի դադարեցնելու։ Ինչ կարող են անել դրա համար միջազգային հանրության անդամ պետությունները։ Ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը։ Հիմա հարց. իսկ ինչու չեն ճանաչել։ Չեն ճանաչել, քանի որ նույնիսկ Հայաստանը ինքը չի ճանաչել եւ չի ճանաչում Արցախի անկախությունը։ Կարծում ենք Արցախի հանրապետության անկախությունը չճանաչելու օտար երկրյա պետությունների քաղաքական վարքագծի մեջ կա տրամաբանություն։ Եթե Հայաստանի հանրապետությունը բացառությամբ իհարկե այս գործող վարչակազմի, որը աշխարհի ամենաշահագրգիռ պետությունն է Արցախի հանրապետության նկատմամբ բոլոր առումներով, չի ճանաչում Արցախի անկախությունը, ապա ինչու պիտի մյուս պետությունները ճանաչեն։ Ես հարկ եմ համարում նշել, որ 1992 թվականին Արգենտինան, Ուրուգվայը եւ Բրազիլիան ցանկացել են ճանաչել Արցախի անկախությունը։ Բայց առաջ են քաշել մի պայման, որ թող Հայաստանը ճանաչի առաջինը, եւ մենք պատրաստ ենք ճանաչելու։ Այդ առումով ասեմ ավելին, Հայաստանի արտաքին գործերի նախարարը այն ժամանակ մեկնել է տվյալ երկրներ, բանակցել տվյալ երկրների պատկան մարմինների հետ, ստացել նրանց դրական պատասխանը եւ վերադարձել ու հայտնել հանրապետության այն ժամանակվա նախագահին։ Շատ հետաքրքրական է, թե ինչ է պատասխանել այն ժամանակ հանրապետության նախագահը։ Նա ասել է հետեւյալը. թող մեկ երկիր ճանաչի, ես Ղարաբաղի անկախությունը կճանաչեմ։ Եվ այսպես Արցախի հանրապետության միջազգային ճանաչման այդ հնարավորությունը բաց է թողնվել։ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է մի շատ կարևոր ռեզոլյուցիա։ Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը վերնագրով, որտեղ մասնավորապես արձանագրված է, մեջբերում է. Գլխավոր ասամբլեան վերահաստատում է, որ բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը հանդիսանում է մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորման եւ պաշտպանության ու այդ իրավունքների պահպանման եւ խրախուսման հիմնարար պայման, մեջբերման ավարտը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ
մարդու բոլոր իրավունքները, որոնք սահմանված են ՄԱԿ-ի միջազգային դաշնագրերով 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված տնտեսական, սոցիալական, մշակութային եւ քաղաքական ու քաղաքացիական իրավունքների մասին հնարավոր է արդյունավետ կերպով երաշխավորել եւ պաշտպանել միայն ինքնորոշման իրավունքի իրացման պարագայում։ Այսինքն ինքնորոշման իրավունքը մարդու մյուս բոլոր իրավունքների նկատմամբ ունի գերակա, ֆունդամենտալ, հիմնարար նշանակություն։ Ասվածն ավելի առարկայական է դառնում, բոլորդ եք հիշում, Արցախի շրջափակման, այսպես լույսի ներքո, 2022 թվականի դեկտեմբերի 12-ին օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի սուլթան, դիկտատոր Իլհամի հրամանով Ադրբեջանի հատուկ ծառայությունների մի խումբ ներկա եւ նախկին աշխատակիցներ, էկոակտիվիստներ անվան տակ, փակել էին Արցախի հանրապետությունը Հայաստանի հանրապետությանը կապող միջպետական մայրուղու Շուշի Քարինտակ ճանապարհահատվածը եւ 9 ամիս, ավելի քան 9 ամիս սովահարության մատնել Արցախի հայությանը։ Հիմա, եթե ըստ որում այդպիսով կոպտորեն խախտելով Արցախի հայության հիմնարար իրավունքները, մասնավորապես ազատ տեղաշարժի իրավունքը, կրթության իրավունքը, առողջապահությունից օգտվելու իրավունքը եւ այլ իրավունքներ։ Հիմա եթե ճանաչված լիներ Արցախի անկախությունը միջազգայինորեն, ապա դա լուրջ երաշխիք կհանդիսանար Արցախի հայության միջազգային դաշնագրերով սահմանված մյուս բոլոր իրավունքների արդյունավետ երաշխավորման եւ պաշտպանության համար։ Այսպիսով, հաշվի առնելով Արցախի հայության կամ արտահայտությունը միջազգային եւ ԽՍՀՄ իրավական ակտերի համաձայն եւ այդ ակտերի հիման վրա ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը այն է 91 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները, երկրորդ 1992 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին որոշումը, որի ընդունման համար ի դեպ Հայաստանի Հանրապետությունը հիմք է ընդունել Արցախում անցկացած հանրաքվեի արդյունքները, երրորդ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում բանակցությունները վերսկսելուց Ադրբեջանի հրաժարումը, չորրորդ Արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ապացուցված քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետությունը կարող է եւ պետք է ճանաչի Արցախի անկախությունը։ Արցախի անկախության ճանաչումից հետո Հայաստանի Հանրապետությունը պիտի Արցախի Հանրապետության հետ ստորագրի բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիր։ Ինչ կտա այդ պայմանագիրը ստորագրող կողմերին։ Առնվազն երկու բան։ Առաջին, պայմանագրի կողմերը կստանձնեն պայմանագրային պարտավորություններ, առայն, որ եթե պայմանագրի կողմերից մեկը ագրեսիայի կենթարկվի որևէ երրորդ պետության կողմից, պայմանագրի մյուս կողմը կունենա պարտավորություն ագրեսիայի ենթարկված պետությանը տրամադրելու անհրաժեշտ, այդ թվում ռազմական օգնություն։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետությունը այլևս իրավունք չի ունենա բանակցելու Արցախի անունից, առավել եւս ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը այս կամ այն չափով վերաբերում է Արցախի ազգային պետական շահերին։ Հայաստանի Հանրապետությունը ունեցել է առնվազն 6 հարմար հնարավորություն ճանաչելու Արցախի անկախությունը։ Առաջին հարմար հնարավորությունը եղել է 91 թվականին, երբ որ Արցախը միջազգային իրավունքի բծախնդիր պահպանմամբ իրացել է իր ինքնորոշման իրավունքը եւ դրան ընդդեմ Ադրբեջանը անցել է ագրեսիայի։ Չգիտես թե ինչու Հայաստանը չի ճանաչել այդ անկախությունը։ Երկրորդ հարմար հնարավորությունը եղել է մինչև 94 թվականի մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի անժամկետ համաձայնագրի ստորագրումը, երբ որ Ադրբեջանը չէր դադարեցնում ռազմական գործողությունները ընդդեմ Արցախի։ Երրորդ հարմար հնարավորությունը եղել է 2016 թվականի ապրիլ ամսին, երբ որ Ադրբեջանը անցել է կրկին հարձակման, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները, մասնավորապես ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու եւ վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքը։ Բայց ինչ է արել Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա գործող նախագահը։ Փոխանակ անմիջապես առանց վարանելու ճանաչել Արցախի անկախությունը, իր աշխատավայր է հրավիրում Հայաստանում համատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին եւ ասում հետեւյալը, որ
եթե ռազմական գործողությունները ծավալվեն, լայնածավալ բնույթ ստանան, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը։ Բայց հենց ինքը իր խոսքում, նախաբանի խոսքում, հենց այդ դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասում է, որ Ադրբեջանն անցել է լայնածավալ հարձակման, օգտագործելով իր տրամադրության տակ եղած զինանոցի բոլոր զինատեսակները, տանկեր, օդուժ, հրետանի։ 4-րդ հարմար հնարավորությունը եղել է 2020 թվականի սեպտեմբեր ամսին, երբ որ Ադրբեջանը կրկին անցել է ագրեսիայի։ 5-րդ հարմար հնարավորությունը եղել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը, երբ որ Արցախի հայությանը Ադրբեջանը մատնել էր սովահարության, երբ որ տեղադրեց ապօրինի անցակետ։ 6-րդ հարմար հնարավորությունը եղել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ որ տեղի էր ունենում ուղղակի նախճիր Արցախում Ադրբեջանի կողմից։ Սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք չենք միջամտելու, սրա նպատակը Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելն է, մենք հետևելու ենք իրադարձությունների զարգացմանը, այսինքն քո հայրենակիցներին մորթում են, ցեղասպանության են ենթարկում, դու ասում ես, որ հետևելու ենք իրադարձությունների զարգացմանը։ Ցավոք, բոլոր 6 հարմար, ըստ որում առնվազն 6 հարմար, եթե ոչ ավելի, հնարավորությունները բաց են թողնվել Հայաստանի բոլոր ժամանակների, ընդգծում եմ, առանց բացառության, բոլոր ժամանակների վարչակազմերի քաղաքականապես սնանկ, անհիմն եւ կարճատես հաշվարկների արդյունքում Արցախի հանրապետությունը ճանաչելու առումով Հայաստանի բոլոր նախկին վարչակազմերը հայտարարում էին, որ եթե Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, ապա դա կհանգեցնի ագրեսիայի Ադրբեջանի կողմից, Հայաստանին կասեն ագրեսոր եւ այլն։ Ժամանակը ցույց տվեց, որ բոլոր նման հաշվարկները կոպտագույն սխալներ էին, կոպիտ սխալներ։ Համոզիչ չէ Արցախի անկախությունը չճանաչելու մասին ցանկացած փաստարկ, ում կողմից էլ որ այն կներկայացվի, քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, գրեթե անհնար է ուղղակի ակնկալել, որ որևէ երրորդ պետություն օտարերկրյա կարող է ճանաչել Արցախի անկախությունը։ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորմամբ մոտավորապես 30 տարի զբաղվում էր միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի երանախագահության ֆորմատը։ Ադրբեջանը կոպտորեն խախտեց դա, բոլոր միջազգային իրավունքի սկզբունքները, դուրս եկավ խաղաղ բանակցային ձևաչափից, կիրառեց ուժ։ Հիմա հարց. ով է պատժել Ադրբեջանին։ Միջազգային հանրության որևէ պետություն պատժել է Ադրբեջանին, սանկցիաներ կիրառել է, ոչ, եւ կրկին ոչ։ Ճիշտ հակառակը։ Ադրբեջանին եվրոպական կառույցները, Եվրոպան համարում է էներգետիկ հուսալի գործընկեր։ Սրանք իմ խոսքերը չեն։ Սրանք Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի խոսքերն են։ Իդեպ, Արցախի անկախությունը չճանաչելու առումով Ռուսաստանի Դաշնության նախագահը 6 անգամ, որից 3 անգամ ուղղակի, 3 անգամ անուղղակի կերպով իրավացիորեն քննադատել է Հայաստանի բոլոր վարչակազմերին։ Առաջին անգամ նա այդ քննադատական խոսքը հնչեցրել է 2020 թվականի նոյեմբերի 17-ին, նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից 8 օր անց, որտեղ ասել է, որ երբ Արցախը հռչակեց իր անկախությունը, Հայաստանը չճանաչեց այդ անկախությունը, որը իդեպ ասում է, կարող էր էական նշանակություն ունենալ իրադարձությունների հետագա զարգացման ընթացքի վրա։ Երկրորդ անգամ ուղղակիորեն քննադատել է Հայաստանի նախկին ղեկավարությանը 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Վալդայի միջազգային ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ, երբ ասեց, որ եթե Հայաստանը ճանաչեր Արցախի անկախությունը, դա կփոխեր իրադրությունը, բայց դա տեղի չի ունեցել։ Ինչը ասում է ինձ համար, շատ տարօրինակ էր։ Ես հիմա հիշատակեցի Ռուսաստանի Դաշնության անունը եւ ենթադրում եմ, որ լսարանից կլինեն մարդիկ, որոնք կարող են ենթադրել, որ ես ունեմ ռուսամետ հայացքներ։ Ես ուզում եմ ուրեմն փարատել նման կասկածները եւ ուզում հայտարարել եւ պնդել, որ ես ռուսամետ չեմ, ամերիկամետ չեմ, եվրոպամետ չեմ։ Ես խոսում եմ օկուպացված Արցախի հանրապետության եւ մասամբ օկուպացված Հայաստանի հանրապետության ազգային պետական շահերի սպասարկման դիրքերից։ Եվ ուրեմն խաղաղ ճանապարհը կոնֆլիկտի Արցախի հանրապետության միջազգային ճանաչման մեջ է։ Իսկ դրան հասնելու հնարավորություններից մեկը Հայաստանի կողմից Արցախի ճանաչումն է։ Եվ երկրորդ ճանապարհը սա ոչ խաղաղ ճանապարհն է։ Եթե միջազգայինորեն չճանաչվեց Արցախի անկախությունը,
ապա Արցախի հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների Արցախ վերադարձը ըստ որում տիրոջ իրավունքով եւ կարգավիճակով եւ այնտեղ անվտանգ, ապահով եւ երաշխավորված կենսագործունեություն ապահովելու նպատակով Արցախի հանրապետության վտարանդի վարչակազմը կարող է դիտարկել նաեւ ուժային եղանակը։ Հարցը ուժային եղանակով լուծելու հնարավորություն Արցախի հանրապետության վարչակազմին տալիս է միջազգային իրավունքը։ Ինչի մասին է խոսքը։ 1933 թվականի դեկտեմբերի 26-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում ամերիկյան 20 պետություններ, այդ թվում նաև Միացյալ Նահանգները, ընդունել են պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին կոնվենցիա, որը մասնագիտական գրականության մեջ առավել հայտնի է Մոնտեվիդեոյի կոնվենցիա անունով։ Եվ այդ կոնվենցիայի 3-րդ հոդվածում մասնավորաբար արձանագրված է, մեջբերում եմ. պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից, նույնիսկ ճանաչումից առաջ պետությունը ունի պաշտպանելու իր ամբողջ իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունն ու անկախությունը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ դե ֆակտո պետությունը կարող է բոլոր միջոցներով, այդ թվում ուժային միջոցով, ապահովելու իր ամբողջականությունը, պաշտպանելու իր ամբողջականությունը եւ անկախությունը։ Ես հարկ եմ համարում նշել, որ 2021 թվականի սեպտեմբերի 29-ին Արցախի հանրապետության ազգային ժողովը վավերացրել է Մոնտեվիդեոյի կոնվենցիան։ Իսկ ուժային եղանակը գործադրելու իր իրավունքը Արցախի հանրապետությունը կարող է իրացնել հետևյալ կերպ. Առաջին, Հայաստանի հանրապետությունը ճանաչում է Արցախի անկախությունը, որից հետո Հայաստանի վարչակազմը Արցախի հանրապետության վտարանդի վարչակազմի հետ ստորագրում է բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիր։ Երրորդ, ղեկավարվելով Մոնտեվիդեոյի կոնվենցիայի եւ Հայաստանի հետ արդեն ստորագրված պայմանագրի դրույթներով Արցախի հանրապետության վարչակազմը պաշտոնապես գրավոր դիմում է Հայաստանի հանրապետությանը, խնդրելով տրամադրել ռազմական օգնություն, որը անվանվելով վերակազմյալ Արցախի հանրապետության պաշտպանության բանակ դեօկուպացիայի ենթարկում Արցախի հանրապետությունը։ Արցախի հանրապետության դեօկուպացիային կարող են մասնակցել կամավորական ջոկատներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Եվ ամփոփելով, հաշվի առնելով 1918 թվականի մայիսին Հարավկովկասյան տարածաշրջանի քաղաքական քարտեզի վրա Ադրբեջան անունով արհեստական կեղծ խամաչիկային կազմավորման ի հայտ գալը եւ նրա ողջ հարաբերությունների պատմությունը Արցախի եւ Հայաստանի հանրապետության հետ, որը կազմում է մոտավորապես 107 տարի, վստահաբար պնդում է Ադրբեջանը խաղաղ ճանապարհով չի ազատելու Արցախի հանրապետության տարածքի սահմանադրորեն ամրագրված տարածքի նույնիսկ 1 միլիմետրը։ Հետևաբար Արցախի մեր հայրենակիցների տիրոջ իրավունքով եւ կարգավիճակով Արցախ վերադարձը կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով հրամայական անհրաժեշտություն է ուժային եղանակով օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանին դուրս քշելու Արցախի հանրապետության տարածքից։ Շնորհակալ եմ ուշադրության համար։